միջը բուն եւ ոտից անցնել առաջարկներին հենց մտանք ձեր տարածք, լիճ, Չոպանովի եւ այլն։ Հիմա ուղղակի ասեմ, որ Ծաղկաձորի Չոպանովին կառուցելուց հետո 2-3 տարի անց շինարարությունը դեռ գնում էր, ջերմուկից մի պատվիրակություն էր եկել եւ խնդրել են, որ անպայման նաեւ Չոպանովի կառուցենք ջերմուկում։ Եվ կառուցել։ Իջրանից ոչ ոք չի եկել, չի ասել։ Եթե էլի պատվիրակություն գարասեիք, հաստատ տեղել կառուցել։ Ես չգիտեի, որ այդ բանը կա, այդ Զապորոժցը կա, էլի կառուցել։ Ուրեմն կառուցելու ենք։ Այսօր կցանկանայի մի քանի խոսքով ոգեկիսվել ձեր հետ անվտանգության հարցերի շուրջ։ Ինչու անվտանգության, արդեն Քրիստինեն դրա մասին ասաց, հաստատ ամսի 28-ին փորձելու են մի պարար կազմակերպել եւ եւս մեկ անգամ sense post չեմ լողի աչքի ետրի ինչ-որ բան են անում անհատի համար։ Անվտանգության ունիվերսալ համակարգ ամբողջ աշխարհում հետևյալն է. մարտունակ ժամանակակից բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Կրկնեմ այդ միտքը, մարդկությունը ուրիշ մոդել չի որոնել։ Հիմա փորձենք հասկանանք ինչի ենք մենք պարտվել 20 թվականի 44 օրյա պատերազմում։ Պարտվել ենք, որովհետև այս 3 կարևորագույն գործոնները խաթարվել են։ Բանակը քայքայել են 18 թվականից սկսած, առաջնորդը, երբ ասում եմ ուժեղ առաջնորդ, հաստատ Նիկոլ Փաշինյանը չի գալիս առջև, այն ժամանակ գոնե թմբուկների վրա որ բան սովորացել էր միլիցիայի ուժեղ առաջնորդներ, բայց ուղղակի հայտարարություն էր եւ հայտնի կադրերը, երբ Ռաժոկը չէր կարող միացնել Քալաշնիկովի ավտոմատը։ Այսպիսի գերագույն գլխավոր ժամանակար ենք ունեցել։ Եվ երրորդը փչացրեց հարաբերությունները մեր դաշնակցիների։ Ուրեմն 3 այդ կարևորագույն կոմպոնենտներ մտածված հետևողական քայլերով քայլել են։ Արդյունքը շատ ծանր էր ժողովրդի համար։ Բայց գինը այդ սխալների համար տվել է մեր ժողովրդին։ Բազմաթիվ զոհերով, վիրավորներով եւ տարածքային կորուստներով։ Եվ այդ հիմարությունների, այդ սխալների դերինակը ոչ թե գին չի տվել, հրին է ստացել, ժողովուրդը։ 21 թվականին ընտրվել է, նորից ընտրվել է վարչապետ։ Ողբերգության համար, իր սխալների համար ժողովուրդը գինը տվել, բայց այդ սխալները կատարողը պրեմիա ստացել։ Էնեն ինչ պրեմիա։ Ինքը նաև համարում է, որ ինքը մանդատ է ստացել այդ ավերիչ գործը շարունակելու համար։ Մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար։ Միայնակ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կաց։ Եվ իմ մոտ ուղղակի հարց է առաջանում։ Բոլոր նրանք, ովքեր 21 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի համար։ Գիտակցում են, թե ինչ հետևանքներ է այդ քվեարկությունը ունեցել։ Հույս ունեն, մեծ հույս ունեն, որ այդ գիտակցությունը այնուամենայնիվ այսօր կա։ Ինչ ենք մենք տեսնում այսօր։ Նույնն է կատարվում։ Նույն սխալները։ Այս մարդը կամ ընդհանրապես փորձից որևէ եզրակացություն չի անում, կամ հատուկ ծրագիր է իրականացնում, ուրիշ բացատրություն ես այստեղ
ուղղակի չունեն։ Եթե ժողովրդի, ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է։ Եվ միգուցե այդ ցավը հիշեցնելով մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը։ Վերադառնամ այդ պլանավորվող Փարադի մասին, որը 28-ի կունենա եւ Քրիստիանեն հիշեցրեց այդ սուրերի դեպքը։ Այն գումարները, որոնք նախատեսված էին փող համակարգի համար, այդ գումարներով հակաօդային պաշտպանության համար, այդ գումարներով գնել են սումներ մոտ 120 միլիոն դոլար, որոնց հետ չեն գնել թերթերներ եւ այդ սուրերը գոնե մեկ մարտական խնդիր չեն լուծել, որտեղ զենք չունեին, այսպես ասեմ, սիրուն լավ ինքնաթիռը, բայց այդ ինքնաթիռը մարտական գործողությունների համար չես կարող օգտագործել։ Մի հայտարարություն է, որի համար ոչ մեկը պատասխան չտվեց։ Եթե գնային փող համակարգերը, հաստատ 100% վստահությամբ ասում են, բայրակտարների հարցը կլուծեին եւ պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել են անօթաչու ցանկին։ Մենք չունեինք, իրենք այդ առումով բավական հագեցված են իրենց հնարավորությունները, իրենց բանը։ Հիմա մեզ ցույց են տալիս, ես այդ կադրերը տեսա, թե ինչ զենքեր են գնում։ Ժողովուրդ ջան, նորից գնում են զենքեր, որոնք չեն կարողանալ օգտագործել անհրաժեշտության դեպքում։ Դա աստված, որ այդ անհրաժեշտություն չունի, բոլորս ձգտում են խաղաղության, բայց եւս գնում են զենքեր, որոնք չեն կարողանալ օգտագործել։ Ֆրանսիական հրետանի է, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի, որի մետալում է, քանի տոննա մետալ է։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, քարտեզին նայեք, Ֆրանսիայից, այդ արկերը ոնց պետք է բերես Հայաստան հասցնես անհրաժեշտության դեպքում, որ ճանապարհով։ Ես մի բան հիշեցնեմ, 44 օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի սահմաններ բաց եւ Իրանի օդային տարածքներ բաց նման կարգի սես մատակարարողների համար։ Միայն Ռաստանը փակել։ Հիմա այս ինչ կատարվում է Իրանի շուրջ, նշանակում է նաև այստեղ է փակ լինելու Ֆրանսիայից NATO-ի անդամ երկրից գրելու համար։ Հիմա ինչ է կանում։ Կամ քարտեզ չեք նայում, կամ ընդհանրապես չգիտեք քարտեզը ինչ է։ Եվ իմ մոտ ինձ հարց եմ տալիս, ինչի համար է սա։ Ինչի համար ենք մենք եւս հսկայական գումարներ ծախսում զենքի վրա, որի օգտագործման հնարավորություն չենք ունենալու։ Ինչ որ մի քանակի արկեր բերել են, ենթադրում եմ, բայց դա ինտենսիվ պատերազմի ժամանակ ընդամենը 2-3 շաբաթով աշխարհը լինելու։ Ու վերջ։ Եվ միայն բացատրությունը հետևյալն է։ Ֆրանսիական ռազմավարությունաբերական կոմպլեքսի ֆինանսավորել են, որ Մակրոնը գա եւ համբուրի։ Ասի ապրի։ Մի փոքր շատ լավ տղա է։ Սրա համար է երկու։ Ես մի բան պետք է իմ մանկության հիշողությունը սովետի սուրի հիշողությունը մնացել։ Երևի երրորդ դասարանի երեխայի մեկ հարձերս մեկով խաղում էի և այդ մեկը ռազետկայի մեջ է գցել։ Հոսանք նենց ատվել, հարավայ եմ որ ասում աչքերի միտքը ծիտրակ ատվել։ Դրանից հետո երբևէ ծեր մտքովս չեմ կարող անցնել, որ ես կարող այդ մեղը ևս բերը ռազետկայի մեջ որովհետև այդ հոսանքի հարվածը կերել են։
Հիմա մի վարչապետ ունենք այս երկրում, որ այդ մեխը վերցրած, մանա գալիս թե որտեղ մի ռազետ կա։ Քննիլը նա մեջ որ այդ հոսանք իրեն չխփում, ժողովրդին աղբում։ Այս մեկը մեխը վերցրած ռազետկաների մեջ կցում, այդ հոսանքը ժողովրդին ատարես։ Զոհերով, վիրավորներով, տարածքային կորուստներով։ Հիմա իմ առաջարկը ինչն է։ Այդ մեխը ձեռից վերցնել դուրս։ Եվ այդ մեխը ձեռից վերցնելու տարբերակը մեկն է։ Հունիսի 7-ին հրարկել 17-ի համար։ Շնորհակալություն, մենք ունենք ինտերակտիվ նաև հատված չէ։ Ես տեղական հարցերից համարը չխոսացի, միայն ճոպանուղու հարցն է, ինքն է մի քիչ Նիկոլավարի մեղքը գցեցի ձեր վրա։ Որ ժամանակ իմ դիմեի կլիներ, բայց անկեղծ եմ ասում, իսկապես որ դիմեի կլիներ։ Եվ միգուցե այդ տեղական հարցերը, քանի որ ձեզ ավելի շատ են հուզում եւ դուք ավելի լավ եք տիրապետում այդ հարցերը, փորձեմ ինտերակտիվ հատվածում կենտրոնանալ հենց միգուցե գոնե մի մասը այդ հատվածի ձեր տեղական հարցերի վրա։ Համաձայն եք։